Կուրսկի մարզում իսկական քաոս է։ 4 մարդ է մահացել, երբ ուկրաինական բանակը սկսել է գնդակոծել մարզի Կոզիրևկա գյուղը։ Եվս 2 մարդ վիրավորվել է։ Տվյալները Ռուսաստանի քննչական կոմիտեից են։ Ըստ կոմիտեի զոհերը գյուղի գործարանի աշխատակիցներ են, ուկրաինացի զինվորականներն այդ գործարանն էին թիրախավորել։ Մոսկվան ահաբեկչություն է անվանել տեղի ունեցածը։ Այս ֆոնին Ռուսաստանի ղեկավարը կամուֆլյաժով այցելել է Կուրսկի հրամանատարական կետերից մեկը։ Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում առաջին անգամ ենք Պուտինին զինվորական համազգեստով տեսնում։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Դաշնության նախագահին է զեկուցել Կուրսկի սահմանային գոտում տիրող իրավիճակի մասին։ Պուտինը հանձնարարել է մոտ ապագայում Կուրսկը ամբողջությամբ ազատագրել։ Մեր խնդիրն առաջիկա ժամանակներում որքան հնարավոր է արագ վերջնականապես ջախջախել հակառակորդին, որն ամնացել է Կուրսկի մարզում ու ռազմական գործողություններ է իրականացնում։ Դրանից հետո արդեն կմտածենք անվտանգային գոտի ստեղծելու մասին։ Պուտինն ահաբեկիչ է անվանել Կուրսկում ռազմական գործողություններին մասնակցող բոլոր ուկրաինացիներին։ Բոլոր մարդիկ, որոնք Կուրսկում հանցագործություններ են իրականացնում խաղաղ բնակիչների դեմ, հակադրվում են մեր զինված ուժերին, իրավապահ մարմիններին եւ հատուկ ծառայություններին, ահաբեկիչներ են Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն։ Գլխավոր շտաբի պետը Պուտինին ասել է, որ Կուրսկում ուկրաինական բանակի զբաղեցրած տարածքի ավելի քան 86%-ը ազատագրել են ռուսներն ու գերի են վերցրել ավելի քան 400 ուկրաինացի զինվորի։ Ըստ Գերասիմովի վերջին 5 օրվա ընթացքում ազատագրվել է 24 բնակավայր, 259 քառակուսի կիլոմետր տարածք Կուրսկի շրջանում։ Լիլիթ Գասպարյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։